դրա դեմ պայքարել է պետք։ Հետևաբար այդ համատեքստում էր նաև, որ Վազգենը սկսեց կոռուպցիայի դեմ պայքարել, փորձել տնտեսությունը ոտքի հանել, ցավոք սրտի Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյան միասնությունն այն միասնությունն էր, որը հանրային ընկալման մեջ արդարություն, արժանապատվություն, պետականություն հուշող ու դրա ապագան ոգեշնչող իմաստեր ձեռք բերել, ինչը թե արևան երկրներին, միգուցե նաև բարեկամ երկրներին դուր չեկավ եւ իմ կարծիքով դրա հետևանքները նաև հոկտեմբերի 27։ Արցախը ինչպիսի արժեք էր Վազգեն Սարգսյանի համար։ Գիտեք ինչ, Վազգեն Սարգսյանի համար, մեր յուրաքանչյուրի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Արցախը Հայաստանի անբաժանելի մաս էր եւ արցախահայության իրավունքները ու նրանց շահերը պաշտպանել էր պետք։ Կարողացանք պաշտպանել, ոչ չկարողացանք։ Ինչու չկարողացանք, որովհետեւ մեր տնտեսությամբ, մեր կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետեւ մեր հույսը դրեցինք, չգիտեմ, ինչպես ասեմ, մեր գործընկեր կամ ռազմավարական գործընկեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանց ձեռնատու չի, նրանք ամեն գնով Արցախ պահեն, ոչինչ մի քիչ վատ ապրենք, ոչինչ մի քիչ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինչ մի քիչ կոռումպացված լինենք, իրենց էլ մագարիչներ անենք, բայց Արցախը պահենք, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Ես նորից եմ կրկնում, որ Վազգենը Միացյալ Նահանգներ գնաց ներդրումներ բերելու համար, որ Վազգենը Սփյուռքի համաժողովն արեց Սարդարաբադում դա արեց ներդրումներ բերելու համար, իսկ այդ ամեն ինչը արվում էր, որ Հայաստանի տնտեսությունը իր քայլելով կարողանա համապատասխան սպառազինություն եւ տնտեսական հենք ստեղծի բանակի համար, որտեղ Վազգենի ցանկացած ելույթ ավարտում էր նրանով, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել։